շատ-շատերը մտածում են, որ ես ծնունդով արցախցի եմ։ Արցախի հետ կապված կյանքը շատ փոքր տարիքից ինձ ուղեկցել է։ Նոր նշանակվել էի Արցախում, իմ այն ընկերները, ում հետ ես շփվում էի, ասում են Ղարաբաղցի դառնում են այն ժամանակ, երբ որ ընտանիքով են ապրում։ Արցախի հարստությունը առհասարակ մարդկանց մեջ էր։ Հաղթարումը կարող է լինել այն ժամանակ, երբ որ տեղի ունենա այդ մարդկանց հավաքական վերադարձը Արցախ։ Պարոն Աբրահամյան, այսօր Արցախի ձեր մասին ենք խոսելու։ Երբ ճանաչեցիք նրան։ Արցախ առաջին անգամ եղել եմ 2002 թվականին, եկել ենք Զորամաս, մարտունի 3 Զորամաս։ Ընկերներիցս մեկը ծառայում էր, ես ուսանող էի այդ ժամանակ, ամառ էր, շատ շոկ էր ու մարտունու շոկը բոլորն են հիշում։ Հենց այդպիսի մի հատ շոկ օր էր։ Առաջին իմ ճանաչողությունը Արցախ հետ եղել է այդ ժամանակ, երբ որ ես եկա Գորիս, այնտեղ արդեն ճանապարհով, Քաշաթաղով գնացինք դեպի Ստեփանակերտ, ու իմ առաջին հուշերը Արցախ հետ կապված են 2002 թվականի հետ, ու հետաքրքրական է, որ առաջին այցս կապված է Զորամասի հետ, որը հետագայում շատ խորը հետք թողեց իմ հետագա քաղաքական հանրային գործունեության մեջ եւ այդ զորամասային կյանքը մշտապես մինչեւ հիմա էլ ուղեկցում է ինձ։ Իսկ ինչ զգացիք, երբ առաջին անգամ տեսաք այդ կանաչ լեռները Արցախի, շփվեցիք արցախցիների հետ։ Արցախի ճանաչումը իմ մոտ սկսվել է 92 թվականից, երբ որ ես ապրում էի Չարբախում, իմ հայրական տանը եւ պատերազմի ժամանակ Արցախից Թալիշից ընտանիք էր եկել եւ պատերազմի ծանր հետևանքները եւ իհարկե զուգահեռ հարցնում մեր հաղթանակը ես առաջինը վերցրել եմ այդ ընտանիքից, ովքեր ապրում էին մեր շենքում, հետագայում ընկերություն էինք անում, գնում գալիս էինք եւ այլն եւ 92 թվականին դա իր մեջ մի կողմից մարդկային ճակատագրեր էր պարունակում, պատերազմ, հատկապես Թալիշի ուղղությամբ, երբ որ Թալիշը մի քանի անգամ ադրբեջանցիների կողմից գրավել էին, մերոնք ազատագրել էին, դա բնականաբար բերել էր նաև խաղաղ բնակիչների շարժերին եւ Արցախի մասին կարելի ասել առաջին հիմնական եւ շատ ավելի խորը ովանդակությամբ սկսեցի հասկանալ այդ ժամանակ, երբ ես 7 տարեկան էի։ Իհարկե 70-ականների վերջին, երբ որ շարժումը սկսվեց եւ Արցախյան շարժումը սկսվեց, հայրիկիս հետ տարբեր առիթներով եղել եմ հրապարակներում, ինչը բնականաբար շատ լավ չեմ հիշում եւ այդ տարիքում բնականաբար դեռ չէի ընկալում ողջ իրականությունը, բայց 92-ից սկսած աստիճանաբար նաեւ արցախցիների հետ շատ մեծ շփումներով, ընկերությունով, բարեկամությամբ իմ համար սկսեց Արցախի ճանաչումը եւ մինչեւ հիմա էլ այդ հիշողությունները գնում են իր ողջ խորությամբ եւ պատահական չէ, որ Արցախը ես ճանաչում եմ այնպես, որ շատ-շատերը մտածում են, որ ես ծնունդով արցախցի եմ, ինչը ցավոք այդպես չէ, եւ մեծ հպարտություն կլիներ որևէ ձևով, նաեւ արմատներով կապված լինել Արցախի հետ։ Համայն դեպս Արցախի հետ կապված կյանքը շատ փոքր տարիքից ինձ ուղեկցել է եւ ինչի է նման այդ անձնական կապը, դա տուն է, պարկ, թե ավելի մեծ մի բան։ Հայրենիքի մասն է Արցախը եւ այս իրավիճակում այն ամեն ինչ որ տեղի ունեցել մեր հետ այս 3 տասնամյակի ընթացքում, սկսած Արցախյան շարժման մեկնարկից, Արցախյան պատերազմում հաղթանակից, Արցախի պետական ինստիտուտների կայացմամբ, Արցախի պետականությամբ առհասարակ 2016 թվականին տարած մեր հայկական բանակի հաջողություններով եւ իհարկե այն ողբերգական շղթայով դա ամբողջությամբ գալիս է եւ մեր բոլորիս նաեւ հիշողության իմաստն է կազմում
եւ դա մի բան է, որը ոչ միայն իմ, ձեր կամ մի քանիսի, այլ դա հայ ժողովրդի պատմությունն է, հայ ժողովրդի նաեւ պատմական հիշողությունն է, որը զուտ չպետք է որպես հիշողություն մնա, որովհետեւ այն ինչը մերն է, մեր հայրենիքի մի հատվածն է, բնականաբար ինչ-որ փուլում նաեւ պետք է դառնա մեր հայրենիքի այն հատվածը, որտեղ իսկապես ապրում են հայերը։ Մեր հայրենիքի այն հատվածը, որտեղ հազարամյակներով ապրել են հայեր եւ հայերը կոնկրետ Արցախում բնիկ ժողովուրդ են եւ դա արձանագրված եւ պատմական իրողություններով եւ մեր հոգեվոր մշակութային այն մեծ ժառանգությամբ, որոնք իրենց հետքերով եւ ամրագրումներով արված էին Արցախում։ Ինչպես որոշեցիք տեղափոխվել Արցախ, բարձր ու պատասխանատու պաշտոն պիտի զբաղեցնեիք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, դա ընկալեցիք որպես մասնագիտական աճ, թե ավելի մեծ պատասխանատվություն։ Ես 2009 թվականից աշխատում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում եւ իմ աշխատանքային ուղղվածության մի մասի սկզբանե Արցախի հետ էր առնչվում։ Ու բնականաբար աշխատանքի վերջնից նաեւ հաշվային առա հանգամանքը, մինչեւ դա 2006 թվականից առել էի Արցախում, Մադաղիսի զորամասում, Արցախի հետ բավականին մեծ կապվածություն ունեի եւ իմ ղեկավարը ինձ առաջարկեց մի մեծ նաեւ այսպես ասեմ բլոկով զբաղվել նաեւ Արցախով։ Դա մի ժամանակահատված էր նաեւ, երբ որ առաջնագծում ադրբեջանական վարքագիծը արդեն աստիճանաբար փոխվում էր, սկսվում դիպուկահարների այդ պայքարով, հետագայում դիվերսիոն հարձակումներով, ինժեներական պատերազմներով, որը չեզոք գոտին գնալով նեղացնում էր եւ հաշվառով այն հանգամանքը, որ արտաքին նաեւ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից եւ Արցախի պետական կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կար բավականին մեծ ճակատ, ես ինձ ներգրաված էի այդ աշխատանքներում եւ դրա բերումով անընդհատ գործողումների մեջ էի Արցախում։ 2014-ին երբ նշանակվեցի կառավարության վերլուծական կենտրոնի տնօրեն, աշխատանքս Արցախի հետ շատ ավելի մեծ ճակատով դարձավ։ Ես այդ ժամանակներ բազմաթիվ գործողումներ նաեւ առաջնագծում էր, տարբեր կառույցներում տարբեր հարցերով քննարկումներ էինք իրականացնում։ Այս Ստեփանակերտում դժվար էր ձեզ հետ հանդիպել, անընդհատ դիրքերում էիք։ 15 թվականին նաեւ ծանոթացա Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ դա հիմք տվեց մեր մեծ բարեկամությանը։ Ժամանակի ընթացքում աշխատանքները բավական ինտենսիվանում էր, հատկապես ապրիլյան պատերազմական գործողություններից հետո այդ ժամանակ ես արդեն իմ գործողումները շատ ավելի լայն դրվածքով էին իրականացվում։ Այդ ժամանակ շատ ավելի մեծ պարբերականություն էր պահանջում մեր աշխատանքի գործունեության մեջ եւ հատկապես հետպատերազմյան փուլում սկսած սոցիալ-հոգեբանական խնդիրներից վերջացրած այն առաջնային խնդիրներից, որոնք մի մասով հրատապություն էին պահանջում, մի մասը կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով պետք է դառնային տարբեր կառավարական ծրագրերի մաս, այդ ժամանակահատվածում ես ավելի ինտենսիվ էի լինում եւ առաջնագծում եւ տարբեր խնդիրների հետ էի առնչվում։ Հետագայում անհրաժեշտություն առաջացավ այդ գործողումները, որը առավել ինտենսիվ էին, տեղում աշխատելու։ Բակո Սահակյանը մի քանի առիթով հարցել է, որ անհրաժեշտություն լինի պատրաստ ես, ես առանց մտածելու, նույնիսկ առանց տունը ընտանիքիս կամ ընկերներիս հետ խորհրդակցելու միշտ ասել պատրաստ եմ, ու կարծում եմ բոլորին ինձ այդպես են ճանաչել։ Ես միշտ եղել եմ այնտեղ, որտեղ իմ անհրաժեշտությունը եղել է եւ շատ սիրով, մեծ ողջավորությամբ համաձայնվեցի տեղափոխվել Արցախ։ Այդ բան ես պատրաստ էի ստանալու ցանկացած պաշտոն կամ ցանկացած հաստիկ կամ նույնիսկ որևէ պաշտոն չզբաղեցնելու, բայց կատարելու այն առաքելությունը, որը այդ պահին կարիքը կար եւ խնդիր կար այդտեղ աշխատելու։ Եվ 2017 թվականի փետրվարի 24-ին, եթե չեմ սխալվում, նշանակումը եղավ, բայց քանի որ շատերը ինձ տեսել էին ավելի վաղ, ավելի ինտենսիվ, շատ ավելի մեծ ժամանակահատված ու Արցախում էին, շատերի մոտ տպավորություն կար, որ ավելի շուտ եմ տեղափոխվել, բայց մինչև դա ավելի շատ եղել էր գործուղվածի կարգավիճակ։
Բայց 17-ին պաշտոնապես նշանակվեցի նախագահի խորհրդական։ Երբ որ ես տեղափոխվեցի Արցախ, պատրաստում եմ մնալ այնքան, ինչքան դրա անհրաժեշտությունը կլիներ։ Իմ աշխատանքի արդյունավետությունը նաև կախված էր այնտեղ իմ հետ ամենօրյա աշխատանքային եւ ընկերական հարաբերություն գտնվող մարդկանցից։ Բակո Սահակյանը, Լևոն Մնացակյանը, Արշավիր Արամյանը, ովքեր հատկապես զինված ուժերը իմ ճանաչողության, հետագայում նաև հնարավորինս արդյունավետ աշխատանքի ամենամեծ գրավականն էին, կարող եմ ասել, որովհետև այդքան շատ, այդքան խորը մտնել զինված ուժերի մեջ այդքան կարճ ժամանակում, կարճ ժամանակ եմ ասում, թեև ես 2006-ից տարբեր ընդհատումներով կարելի ասել զինված ուժերի տարբեր խորությամբ աշխատում էի, բայց այդ 3 մարդու դերը բանակի ճանաչման, խորությամբ տիրապետելու, խնդիրները վերհանելու եւ նաեւ այսօրվա իմ աշխատանքային եւ մասնագիտական գործունեության մեջ շատ ավելի պատրաստ լինելու հարցում այդ 3 մարդկանց դերը եղել է առաջին տեղում եւ կարելի ասել, որ այնտեղ Արցախում ամենօրյա եղել մեր աշխատանքը հնարավոր բոլոր իրավիճակներում։ Այնինչ արել եք մինչև 20 թվականն եք կատարել։ Բավարար չէին։ Գիտեք, ես երբեք ինձանից գոհ չեմ լինում եւ միշտ փորձում եմ ավելին անեմ։ Ինչու եմ հարցնում, որովհետև 44 օրյայից հետո եւ մինչեւ հիմա պաշտպանության բանակին ուղված քննադատությունները շատ են։ Ճիշտն ասած, եթե այնպես իրավիճակի բերումով ստացվեր, որ նախագահ Բակո Սահակյանը շարունակեր իր պաշտոնավարումը, ես միանշանակ կմնայի ու կշարունակեի, դա որևէ ձևի համար քննարկման առարկա չէր։ Բայց նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ես արդեն վերադարձա Երևան, որտեղ նաև օգտագործելով փորձառությունը այն գիտելիքները, այն ինչ որ նաև տեսել էի, ստեղծեցինք այդ ժամանակ հենակետ վերլուծական կենտրոնը, որ հիմնականում զբաղվում էր եւ մինչեւ այսօր էլ զբաղվում է ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրություններով, ադրբեջանական բանակի կարողությունների պոտենցիալի ուսումնասիրություններով, տեղեկատվական եւ արտաքին տեղեկատվական անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներով, մինչեւ 21 թվականի հունիսը, երբ արդեն խորհրդանական ընտրություններին մասնակցելով ընտրվեցի որպես ազգային ժողովի պատգամավոր, որը որոշակի այլ ճակատ բացեց արդեն աշխատանքի կոնկրետ Արցախի հետ։ Եվ քանի որ 2020 թվականից հետո հաճախ էիք լինում Արցախում, կարող եք ենթադրել կամ ստեղծված իրավիճակից ելնելով կարող եք եզրակացնել, որ բացի պատերազմից կլինի նաև բլոկադա, այնուհետև Արցախի բռնի հայաթափում։ Ես կարծում եմ, որ 20 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին ընկնված այդ եռակոմ հայտարարությունից հետո, մինչև 22-23 թվականները եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից եւ ռեգիոնալ տեսանկյունից բազմաթիվ բաներ փոխվեցին, որովհետեւ ես նույնիսկ հիմա էլ մտածում եմ, որ 20 թվականի նոյեմբերին, դեկտեմբերին Ադրբեջանը դեռևս ինքն չէր պատկերացնում, որ կունենա հնարավորություն 23 թվականին հասնելու Արցախի ամբողջական օկուպացիային եւ արցախցիների այնտեղից բռնի տեղահանմանը։ Քաղաքական մեծ պրոցեսներ էին տեղի ունենում եւ որոնք պայմանավորված են նաեւ Հայաստանում իշխանությունների դիրքորոշմամբ եւ այն իշխանությունները, որոնք իրենց կառավարության ծրագրում, նախընտրական ծրագրերում խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, 22-ին պաշտոնապես Պրագայում հոկտեմբերին հայտարարեցին Արցախ Ադրբեջանի կազմ ճանաչելու մասին։ Եվ ես կարծում եմ, որ սա այն հիմնական նաև ազդակներ եւ միջազգային հանրությանը եւ նաև Ադրբեջանին առայն, որ իրադրությունը կարելի է տանել նաև այլ ճանապարհով, մեր համար ամենածանր ճանապարհով։ Եվ սա նաև մեր միջազգային տարբեր գործընկերների տարբեր քննարկումներում զրուցում եմ ես այդպեսի հետ ընկալում նաև իմ մեջ ձևավորվել, որ սա եղել է մեր համար ամենամեծ հարվածը, որովհետև միջազգային գործընկերները այդ ժամանակ ասում են, գիտեք, երբ որ Հայաստանի Հանրապետությունը, որ միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, մենք այդ իրավիճակում անկախ նրանից, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ինքնորոշման իրավունքի սկզբունքը ունի իր առաջնային տեղը,
բայց մեր համար այս իրավիճակում դժվար է հրապարակային հայտարարություններ անելը, այս գործընթացին մեր հրապարակային սատարումը հայտնելը, որովհետև դա լրիվ այդ իրավիճակում այլ process էր դառնում եւ այս գործընթացը այդ 2023 թվականին ուղեկցում էր եւ փողոցային շարժումներով, եւ խորհրդանական հարթակում, եւ միջազգային տարբեր հարթակներով, որոնք մենք փորձում էինք օգտագործել հանրությանը նախ ճշմարտությունը, եղած իրողությունները ներկայացնելու եւ նաեւ մյուս կողմից փորձում էինք անել հնարավորը, որպեսզի կանխեինք իրավիճակի կամ իրադարձության նման զարգացումը։ Չասեմ, որ շատ մեծ էր հավանականությունը իշխանություն չլինելով այդ ուղին փոխելու։ Իհարկե եղան գործընթացներ, որոնք դանդաղեցվեցին, որոնք բերեցին որոշակի հարցերում որոշակի, այսպես ասեմ, գոնե միջազգային են ընկալման ձևավորմանը, որ այո, Արցախի եւ արցախցիների իրավունքները ոտնահարվել են, արցախցիները բռնի տեղահանման են ենթարկվել, արցախցիները ունեն վերադարձի իրավունք եւ այլն, որոնք հետագայում տարբեր երկրների հայտարարություններով եւ բանաձևերում արտահայտվեցին։ Ես իհարկե չեմ կարծում, որ սա բավարար աշխատանքն է, որովհետեւ մշտական օրակարգում Արցախի հավաքական վերադարձի հարցը պետք է լինի, որը պետք է կառուցվի ամուր միջազգային հիմքերի։ Ընտանիքն էլ տեղափոխեցիք Արցախ, ավելի մեծ ծրագրեր ունեիք Արցախի հետ կապված։ Նոր նշանակվել էի Արցախում, իմ այն ընկերները, ում հետ ես շփվում էի, ասում են Ղարաբաղցի դառնում են այն ժամանակ, երբ որ ընտանիքով են ապրում։ 94 թվականին հրադադարի բացատրի ստորագրումից հետո Արցախը բռնեց ակտիվ զարգացման, ինստիտուտների ստեղծման, պետականության ամրապնդման ժամանակահատված եւ դրսից միայն երևում էր այդ զարգացումը, կառուցումը եւ այլն, որը շատ ակնհայտ էր, բայց Արցախում ապրող մարդիկ գիտեն, որ քանի կոնֆլիկտը ավարտված չէ, տարբեր բնույթի մասշտաբի գործողությունների հավանականություն կար եւ այդ տեսանկյունից հաշվառում նաև այն հանգամանքը, որ ես ինքս առաջնագծի հետ էի անդրադառնում զինծառայողների, նրանց ընտանիքների, որոնք ապրում էին, այսպես ասեմ, սահմանամերձ հատվածներում, Թալիշից, Մադաղիսից մինչև Մեխակավան, եւ այդ իրավիճակում բնականաբար իմ համար էլ նաև կարևոր էր, որ ես իմ ընտանիքով ապրեի Արցախում։ Այդ թեմայով մենք տանը առանձնապես մեծ խոսակցություն չենք ունեցել, շուտ քննարկում չենք ունեցել։ Կնոջս ասել են, որ անհրաժեշտություն կա այսպես եւ ուղղակի վեշերը հավաքել եւ եկել ենք։ Ուրիշ այլ քննարկում չի եղել։ Լավ է, վատ է, գնանք, չգնանք, որովհետեւ մենք ապրում ենք մի հատ ընտանիքում, որտեղ իմ ծնողներից, պապերից սկսված էլ մայրենիքի նկատմամբ պարկը դրված է մշտապես եղել եւ մեր ընտանիքում նման հարցեր քննարկման ենթակա չեն եղել։ Այդ ժամանակ աղջիկս չէր ծնվել, բայց տղայիս հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Տղաս առաջինը դպրոց գնաց Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, ու իր կյանքն էլ շատ խորը կապվեց Արցախի հետ։ Եվ մեր կյանքը վերել ելնում հենց դրանից։ Երբ որ ես ասում եմ, որ ես պատրաստ էի շատ ավելին ժամանակահատվածով մնալ, նաև նկատի ունեի այն հանգամանքը, որ ակնհայտորեն բանակի հետ աշխատանքը իմոց ստացում էր։ Իսկ եղել է մի պահ, երբ Արցախի նկատմամբ սերը ստիպել է ձեզ դժվար որոշում կայացնել։ Գիտեք, երբ որ ես գտնվել եմ Արցախում, իմ շրջապատի, նույնիսկ լայն շրջապատի բոլոր մարդիկ իմացել են, որ ես միջև վերջ իմ ամեն ինչը դրել եմ հանուն Արցախի։ Երբ որ ես տեղափոխվում էի Արցախ, երբ որ Բակո Սահակյանը իմ ընկերները ասում էին, որ անհրաժեշտություն կա, կարիք կա տեղափոխելու, ես դրա մասին հրապարակային երբեք չեմ խոսել, բայց այդ պահին ինձ եղել են նաև այլ առաջարկներ, որոնք պաշտոնական դիրքի, այդ պահի հեռանկարի առումով այդ պահին հաստատ կարող էին կողքից դիտվել շատ ավելի բարձր, շատ ավելի մեծ պոտենցիալ ունեցող, բայց ես չեմ մտածել երբևէ, որ որոշում կայացնելուց իմ համար կարևոր է այդ պահին իմ կարիերայի այս կամ այն աճն է, կամ ֆինանսական շատ ավելի մեծ հնարավորություններ են։ Իմ համար միշտ պատիվ է եղել ծառայել Արցախին եւ Արցախ
տեղափոխվելու եւ ծառայությունս Արցախում շարունակելու հարցում 1 րոպե չեմ մտածել կամ չեմ կասկածել ու այսօր էլ Այնքան ընկերներ են մնացել, համ սպայական կազմից, համ իմ հետ ծառայող հաստավից այդ ծառայությունը այդ 2006-8 թվականը երևի մոտ այն բեկումն է եղել, որ անելիք կա ու պետք է մնալ։ Բացի պաշտպանական շրջաններից Արցախի շատ տեսարժան ու եկեղեցիներում եք եղել։ Կա միտեղ, որ չեք հասցրել լինել։ Կարելի ասել Արցախի գրեթե բոլոր հիմնական եկեղեցիներում, վանական համալիրներում եղել եմ, շատ սիրում էի Վանքասար գնալ եւ իր տեղը, եւ իր դիրքը, նաեւ որոշակիորեն դա այն հաղթանակի զգացողություն էր նաեւ առաջացնում։ Շատ նաեւ իմ մեջ մինչեւ այսօր էլ մնացել է Եղեշե Արաքյալի վանքը, որը գտնվում էր Եղնիկների, Թալիշի եւ Մադաղիսի մեջտեղում։ Հեշտ հասանելի վայր չէր, եւ մեքենաների համար եւ հետագայում նաեւ ոտքով շարժվելու տեսանկյունից եւ ամենաշատը երևի այնտեղ գնալու այդ ճանապարհն էր, որ ինձ միշտ հիշեցնում է ու անընդհատ իմ տարբեր հիշողություններով այնտեղ եմ, որովհետեւ նպատակ ունեի այնտեղ կրկին գնալու ընկերների հետ, ավելի շատ մարդկանց ցույց տալու այդ եկեղեցին, բայց դրա հնարավորություն չեղավ։ Իրապես, բայց իմ կյանքը նաև կապված էր երկու պատմական հոգևոր շատ կարևոր վանքերի հետ, Դադիվանքի եւ Ամարասի։ Ինչ առումով, ոչ միայն նրա, որ դա հայ ժողովրդի մեր պատմության համար շատ կարևոր առաքելություն եւ նշանակություն էր, այլ դրանով, որ նաև մասնակից եմ եղել այդ վանական համալիրների վերականգնման նաև աշխատանքների։ Դադիվանքում փոքր գմբեթավոր եկեղեցու եւ Ամարասի դեպքում լույս հիմնադրամի նախաձեռնությամբ Ամարասի վանքի պարիսպների վերականգնմանը, որի նախաձեռնությունը եւ առաջարկը Սերժ Սարգսյանին ինքս եմ արել եւ հետագայում լույս հիմնադրամով մի քանի փուլով այդ վերականգնման աշխատանքները իրականացվել են։ Այն ինչ որ մենք արել ենք Արցախում բոլոր առումներով եւ հատկապես այդ հոգևոր մշակութային արժեքների պահպանության վերականգնման տեսանկյունից այսօր էլ այս պահին էլ դրանց նշանակությունը մեծ է, որովհետև դրան բնականաբար այս փուլում միջև Արցախի իրական տերերի վերադարձը որևէ մեկը որևէ բան չէր անելու եւ դրանք պետք են այսօր մնան մեր տեղը, մեր բացակայությունը լրացնելու միջև մենք կվերադառնանք եւ կրկին տեր կլինենք մեր թողածին։ Իսկ որ բնակավայրի կամ շրջանի հետ եք ավելի շատ կապված։ Շատ կապված եմ եղել Թալիշի հետ։ Երևի դա նաև պայմանավորված էր նրանով, որ ծառայությունս Թալիշում էր անցել, Մադաղիսի Զորամասի 2-րդ գումարտակում։ Հետագայում ապրիլյան պատերազմից հետո էլ, երբ որ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ Թալիշի վերականգնման ծրագիրը սկսվեց, չափից ավելի շատ էի այցելում այնտեղ եւ գյուղ եւ նաև մարտական դիրքերը, որովհետև ապրիլյան մարտական գործողությունների ամենամեծ հարվածներից մեկը հենց այդ ուղղությամբ էր հասվել եւ մարտական դիրքերը եւ գյուղի ուղղությամբ եւ երկու մասով էլ վերականգնման աշխատանքներին տարբեր մասով իմ մասնակցությունը մշտապես բերել եմ։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ծառայության տարիներից բազմաթիվ մարդիկ կային ու ճանաչում էի, հարազատացել էինք եւ իմ մշտական ուղղություններից մեկն էր, որտեղ այնտեղով Թալիշում եւ Եղնիկներ էին գնում եւ Թալիշ Մադաղիս այդ ուղղությունն էր։ Ինչով է Թալիշի մեջ մտած, որովհետեւ երբ որ ես պատմում էի, որ Արցախին առաջին ծանոթացել եմ պատերազմի ժամանակ իմ բնակավայր եկած արցախցիներով, նրանք Թալիշեցի էին եւ Թալիշի մասին այդ պատմությունները շատ կային։ Այ բարեկամական կապեր ունեմ մարդկանց հետ, ովքեր Թալիշից են եղել եւ այդ տեսանկյունից Թալիշը իմ համար մշտական եղել է բավականին հարազատ վայր, որտեղ ես այցելում էի, բայց Արցախը
եւ Արցախի հարստությունը առհասարակ մարդկանց մեջ էր, այնտեղ ապրող մարդկանց մեջ էր, ովքեր գիտեն, որ ցանկացած պահին կարող է լինել պատերազմ, ու իրենք իրենց ընտանիքներով ապրում էին, դնում էին, ստեղծում էին, այսօր էլ նաև այդ մարդկանց մեջ է այն ոգին ուժը, որը մեզ պետք է հնարավորություն տալ ոչ միայն այսօր մեր մեջ պահել Արցախը, այլ նաև հետագայում կարողանալ մեր մեջ ուժ գտնել, հասնելու Արցախ այդ ժողովրդի հավաքական վերադարձին։ Ընկերական շատ մեծ շրջապատ ձևավորեցիք, նրանց հետ կապը պահում եք։ Շատ ընկերներ եմ ունեցել Արցախում, որոնք տարբեր ժամանակներից են սկսվել 2006 թվականից։ Ես վախենում եմ մի քիչ շատ խոսել իմ ընկերների մասին ու որևէ մեկին հանգարց բաց թողել, որովհետև առաջին հայացքից մարդիկ տեսնում են կամ գիտեն ինձ նաև կարգավիճակի բերումով որպես Բակո Սահակյանի խորհրդական, բայց իմ բարեկամությունը, հարազատությունը եւ Բակո Սահակյանը ես ինձ թույլ կտամ ասել իմ ավագ ընկերն է նաև եղել, ինքն է դրա իրավունք ինձ տվել այդպես ասելու։ Բակո Սահակյանով սկսվել է եւ շարունակվել է մյուս բոլոր ընկերներով, նաև իմ այն ընկերներով, որոնք այսօր ցավոք Բաքվի նաև բանտում են։ Շատ մեծ մտերմություն եմ ունեցել Լևոն Մնացակայանի հետ, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Դավիթ Իշխանյանի հետ, Դավիթ Բաբայանի հետ, Դավիթ Մանուկյանը մի քիչ ավելի ուշ փուլում եմ ճանաչել եւ բնականաբար շատ մեծ ցավ եմ ապրում, որ ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, այլ բազմաթիվ հայեր, որոնց մի մասին Ադրբեջանը չի հաստատում նրանց ներկայությունը Արցախում, բայց այսօր գտնվում են Ադրբեջանում։ Ընկերները շատ են եղել Արցախում եւ եղել են զինվորականների շրջանակում եւ առհասարակ քաղաքացիական կյանքով զբաղվող շատ մարդիկ։ Իսկապես անգամ կյանքը նրանք պատրաստ են տալ լավ ընկերոջ համար։ Ասում են, չէ, լավ ընկերոջ համար կյանքը կտա Ղարաբաղցին։ Միանշանակ։ Ես այնտեղ տեսել եմ մեծ ընկերություն, մեծ ջերմություն, հատկապես երբ որ մարդիկ գիտեն, որ ես Երևանից եկել եմ ու իմ նվիրվածություն եմ բերում Արցախին, թեև ես չեմ ակնկալել, որ դա պետք է ինչ-որ բան ենթադրի, դա արել եմ ես ելելով այն հանգամանքից, որ դա իմ հայրենիքն է, բայց ես միշտ Արցախների շրջանում զգացել եմ իմ նկատմամբ այդ հատուկ վերաբերմունքը իմ կատարած աշխատանքի եւ ծառայության մասով եւ կրկին ներողություն եմ խնդրում իմ բոլոր այն ընկերներից, ում հերթով չեմ հիշատակում, որպեսզի ինչ-որ մարդկանց բաց թողեմ կամ ինչ-որ մարդկանց չնեղացնեմ եւ դրա համար այս պահին նշեցի իմ այն ընկերներին, ովքեր այսօր ցավոք Հայաստանում չեն եւ գտնվում են Բաքվի բանտերում եւ ես հույս ունեմ, որ նրանք շուտապույտ կվերադառնան, կմիանան իրենց ընտանիքներին եւ կմիանան այն նվիրական գործին, որի ակունքներում եղել են եւ այսօր էլ մեծ է դրա ակտուալությունը շարունակելու եւ իր վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար։ Բարբերաբար խոսում եք Արցախի ժողովրդի խնդիրների, սոցիալական ծանր վիճակի, ոտնահարված իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի մասին, գերիների մասին, ընդգծելով, որ շատ հաճախ արցախցիները մենակ են իրենց դժվարությունների մեջ։ Փաստորեն կաշկանդված չեք պատգամավորական մանդատով, կուսակցական օրակարգով, պաշտոնական որևէ սահմանափակումով, երբ խոսքը Արցախի մասին է։ Ես ներկայացնում մի քաղաքական ուժ, որի հիմնադիրները կանգնած են եղել Հայաստանի եւ Արցախի ազգային ազատագրական պայքարի եւ զինված ուժերի ձևավորման հիմքում։ Սկսած Աշոտ Նավասարդյանից, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան եւ այսօր Սերժ Սարգսյան, ով Արցախ ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրն է եւ նաեւ իր մեծ ներդրումն է ունեցել առհասարակ հայկական զինուժի ձևավորման գործընթացում։ Արցախի հարցը եղել է եւ այսօր էլ մնում է իմ ներկայացրած քաղաքական ուժի առաջնային օրակարգի հարցը եւ երկրի ներսում եւ միջազգային բոլոր հարթակներում, որտեղ մենք ունենք նույնիսկ 1% հնարավորություն ներկայացնելու, մենք մշտապես բարձրաձայնել եւ
բարձրաձայնելու ենք։ Արցախցիները այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն Հայաստանում։ Ամենամեծ խնդիրը ես թեևս կարծում եմ, որ հոգեբանական խնդիրն է, որը պայմանավորված է հայրենիքի, օջախի կորստով, մի բան, որը ֆինանսական կամ մեկ այլ ձևով վերականգնման ենթակա չէ եւ դրա այսպես ասեմ հաղթարումը կարող է լինել այն ժամանակ, երբ որ տեղի ունենա այդ մարդկանց հավաքական վերադարձը Արցախ։ Բայց մենք այսօր խնդիր ունենք արցախցիներին գոնե այս պահին հնարավորություններ ստեղծելու Հայաստանում պահելու, որպեսզի մարդիկ աշխարհով մեկ չցվրվեն եւ մենք հնարավորություն պահպանենք հետագայում արցախցիների այդ հավաքականությունը ապահովելու եւ նրանց վերադարձը կազմակերպելու առումով։ Սա բավականին երկար, ծանր, դիվանագիտական, ռազմաքաղաքական նաեւ ջանքեր է ենթադրում։ Արցախյան կյանքի ձեր տարիները մեկ բառով։ Հպարտություն։ Իսկ ի՞նչն է ավելի շատ ցավեցնում։ Քանի որ այսօր Արցախում ոչ թե այնտեղ բնիկ ապրող հայերն են, այլ ադրբեջանցիները, եւ այն զգացումը, որ կարող ես արտանալ ու հասկանալ, որ չես կարող պարզապես նստել, քշել մեքենատ եւ գնալ Արցախ։ Արցախի բարբառով չեք խոսում, բայց լավ հասկանում եք։ Հա, չեմ կարող գլուխ գովել, որ բոլոր առանձնահատկություններին բարբառ է տիրապետում եմ, բայց իհարկե չեմ խոսում, բայց հասկանում եմ ու շատ սիրում եմ։ Հիշում եք, չէ, այս օրերին ինչպիսի տրամադրություն էր տիրում ամբողջ Արցախում, եռատոնին էինք պատրաստվում մեծ շուքով։ Հիշում եմ, որ քաղաքը ինչպես էր տոնական գույներ ստանում, մարդկանց տրամադրությունների վրա այդ ամենը պրոյեկտվում։ Նույնիսկ հիշում եմ, թե ինչպես էին Հայաստանի շատերը տարբեր միջնորդներ, ընկերներ, ծանոթներ փնտրում, որպեսզի կարողանային տեղ գտնեին Արցախի հյուրանոցներում եւ կարողանային իրենց մասնակցությունը բերել, որովհետեւ ես հիշում եմ, որ շատերը նույնիսկ գալիս էին, մեքենաներում էին մնում, այնքան շատ մարդ էր գալիս, բայց բոլորի համար դա հպարտության, հաղթանակի եւ առաջընթացի զգացում էր եւ բոլորը ուզում էին դրա միջով անցնեին։ Մենք մեր հաղթանակները վերադարձնել ենք։